Ես նաև ապշել եմ, ինչպես կարելի է այդ սրբազան շարժում, այսինքն ինչ է, պետականության հիմքերը խարխլես, կամ խոսում ենք կարգալուծություն անելու երևույթից։ Գիտեք ինչ կա, եթե սրբազանը, այսպես կոչված, նման կոչեր է արել, կամ ինչ-որ բան խախտել է, ուրեմն եկեղեցու գլուխը պարտավոր էր առաջինը նրանց կարգալույծ աներ, կարգալույծ տող աներ։ Իսկ ինչու չի անում ըստ։ Հիմա կարգալույծ են անում օրինակ Տեր Արամին, արդեն քննվում է Տեր Թադեի հարցը, այսինքն վարչապետը բոլոր այն Դե դուրս է գալիս, ով իրենց թրիտակով չի անցնում, կարգալույծ են լինում։ Եվ ես շատ հիմա պատասխանատու ձևով պիտի հայտարարեմ։ Կոնկրետ ինչ վերաբերում է ինձ համար անգամ տարօրինակ է նոր տեսնել այս պայքարը։ Այս պայքարը իմ մեջ անհաշտ ձևով միշտ մղվել է վաղուց ի վեր։ Ես ուղղակի չեմ ուզում այդ արմատներին դառնալ, որտեղ բավականին ասելիք կա։ Հիմա շատերը գիտեք ձեզ ինչ են ասում են հիմա ժամանակն է դրա։ Դե գիտեք անընդհատ ասենք ժամանակն է, բա երբ է ժամանակը։ Այսինքն արատավոր երևույթները, այլասերվածությունը, անբարոյականությունը վեր բարձրացնել պիտի նայես երբ, բա երբ է ժամանակը, ինչքան նորից լռել ու սպասել, երբ է դրա ժամանակը, դուք ասեք, կա հատուկ ժամանակ։